Մենք այսօր եկել ենք էլի Brookside Garden, գարնանն էինք եկել, հիմա էլ է գարուն, բայց գարնան դերսն է, մայիսին է եկել ենք։ Իհարկե անհնարին է ստեղ գալ ու չնկարել, այնպես որ ստիպված կլինեք Brookside Garden-ը այս մայիսին նայելու։ Այսօր շաբաթ օր է, չէ՞, ու այնքան շատ մարդ կա։ Նույնիսկ պարկինգն էր դժվար գտնելը, զարմանալի ձևը։ Դավիթ։ Անունը ինչ է։ Այս ծաղիկի անունը Voodoo Շուշան է, Amorphophallus, որը համարվում է աշխարհի ամենագարշահոտ ծաղիկը, չնայած ասեմ, որ բացարձակապես ես տենց գարշահոտություն չզգացի այդ բուսաբանական այգում, անվանում են նաև Voodoo Շուշան կամ դիածաղիկ, արևադարձային բույս է, աճում է հիմնականում Ինդոնեզիայում, Ավստրալիայում, Աֆրիկայում։ Այս ծաղիկի մոտ 90 տարատեսակները կան, ես հետո հիշեցի, որ այս ծաղիկի այլ տեսակը ուրիշ բուսաբանական այգում ամերիկյան ես էլի տեսել եմ։ Շատ կարճ ժամանակով է ծաղկում, 3-ից 10 օր, եւ այն սկսում է ծաղկել 4-5 տարեկան հասակից, իսկ բարձրությունը հասնում է 2.5 մետրի, լայնքը 1.5 մետրի։ Ծաղիկի տհաճ հոտը նրա համար է, որ միջատներին գրավի, որը անհրաժեշտ է ծաղկի փոշոտման համար։ Հետո որ նայեք իմ մյուս վիդեոներում, վստահ եմ կգտնեք այս ծաղիկից այլ բուսաբանական այգում, որ ես նկարել եմ։ Ես կդնեմ իհարկե ներքևում կոմենտների բաժնում այդ լինքը, եթե ուզենաք կարող եք նայել։ Թիթեռնիկների ցուցահանդես կա ստեղ։ Հիմա նայենք վճարովի է, վճարովիչի ու ինչ ցուցահանդես է։ Անցյալ անգամ նոր եկանք գարնան սկզբին։ Այս ցուցահանդեսը չկար։ Այսա ցուցատախտակը։ Այս թիթեռնիկների տեսակներն են։ Այս էլ գրված է, թե ինչպես են այդ բոժոժից դառնում թիթեռնիկ։ Թրթուրը ինչպես է վերածվում այս գեղեցկուհի թիթեռնիկին։ Ինձ ինքան հետաքրքիր է այս վճարովի է, թե անվճար է, որովհետև այսքան աշխատանք են տարել, այսքան բան են անում, հետաքրքիր։ Իհարկե, եկե հասել ենք։ Կարող է donation-ով լինի։ Մի խոսքով ժողովրդյան հետ ենք գնում։ Ասեմ ինչի, որովհետև տոմսով էր և տոմսը պետք է on-line առնվեր։ Մենք էլ չգիտեինք, եկանք որտեղում առնենք։ Ինչքան է, ինչքան ասես տոմսը, $15, հա։ Մարդ գլուխ։ Հասկացա մարդ գլուխ։ Մենք էլ եկանք, որ վճարեինք, գտնեինք իբր, ասեց տոմսը միայն on-line է, պետք է նախորոք առնել։ Այ դրա համար այսօր սենց լիքը մարդ կար պարկինգն է, թե չէ սենց անհնարին չէր լինում պարկինգը։ Հիմա պիոներն են շատ սիրուն ստեղ, դեռ վարդերը չեն բացվել, բայց պիոները շատ սիրուն են նաև։ Պիոնների անուններն է գրվածը։ Brookside Garden-ում ենք ամենալավ ժամանակն է պիոնների։ Շատ սիրուն պիոններ են։ Սա մի քանի օրից սրանք էլ կթարամ են։
Սիրում պիոնների ժամանակն է, ամենա Brookside Garden-ում ենք այս ծաղիկների ժամանակն է։ Նկարեմ տեսեք։ Այս ծաղիկների անունը կա միտեղ, հա։ Autumn Saga։ Այս ծաղիկների անունը, ու այս ծաղիկների ժամը նկարենք։ Ես այս ծառի համար էի եկել հատուկ սպիտակել հագնվել էի, որտեղ տարիներ առաջ եկել եմ ստեղ։ Այս ծառը շատ սիրուն, ամբողջ հիմա թափվել է տեսնում եք, բայց ինքը շատ լավն էր, ափսոս ուշացանք այս տարի։ Այս երկու կրյաներն էլ իրանց լավ են զգում, նայեք։ Այս են ճապոնական տաղավարն է, որ ես միշտ գալիս եմ ու նկարում եմ ստեղ։ Այս էլ կրյաներն են։ Երկու հատ, մեկը փոքր է, եթե ձեռքս բան լիներ կկերակրեի, երևի սրանք ուզում են ինչ-որ բան ուտել։ Հեչ պետք է ինի չի լսիլը, նա եկել են հասել են ստեղ։ Մի հատ էլ աչքով են տալիս։ Նա այդ ձկները կան է մեջը, տեսար։ Տակը ձկներ կան։ Այս էլ մեծն է։ Արի։ Նայ գալիս է դեպի ինձ։ Ինչ-որ բան կա ուտելու, տամ։ Ուտի որ։ Նա, չի բա։ Ու զույգ են ման գալիս, նայ։ Լողում ման գալիս։ Տակը ձկները տեսնում ես։ Այս են սիրուն տեղը։ Այս էլ է շատ սիրուն ծառ, բայց որ միշտ եկել եմ, սրա ծաղկման ժամանակը բաց եմ թողել, բայց նայեք, այս էլ եմ աչքին, այս էլ ընկավ։ Սիրուն է, հատիչքից նկարեմ։